Հայաստանի Հանրապետությունում, հարգելի բարեկամներ, չկա մի մասշտաբային հանցագործություն, որը լեգիտիմացված չէ Հայաստանի Հանրապետության պարլամենտի կողմից, ընդհանրապես եւ այսպես կոչված ընդդիմադիր հատվածի կողմից մասնավորապես։ Ամեն պատե անպատե առիթով դե ինչ անենք, մենք իշխանափոխություն չենք արել, որովհետև ժողովուրդը դուրս չի գալիս փողոց, ասում են դաշնակ մաշնակները, ուռա պատրիոտները, Նիկոլի ֆոնին հայրենասեր երևացողները, հայրենասեր իրենց ցուցադրողները, ժողովուրդը փողոց դուրս չի գալիս, ժողովուրդը փողոց դուրս չի գալիս, շատ լավ, իսկ ինչ-որ հարցեր պարլամենտում բարձրացնելու համար էլ է պետք, որպեսզի ժողովուրդը դուրս գա։ Կեղծ հեղափոխության հարցը պարլամենտում բարձրացնելու համար էլ է պետք, Գևորգյան Արմեն, որպեսզի ժողովուրդը դուրս գա։ Հարյուրավոր վկայություններ կա, որ հարյուրի է արդեն հասնում, որ Հայաստանի մարդիկ, նույնիսկ մարդիկ, ովքեր այդ ամենը տեսել են իրենց աչքերով, արդեն իրենք են հրապարակային գրում, որ Հայաստանի Հանրապետության տարածքում կան դիրքեր, ուր հասնելու համար հայ դիրքապահը պիտի անցնի ադրբեջանական անցակետերի միջով, զննության ենթարկվի, նվաստացման ենթարկվի, այս հարցը բարձրացնելու համար։ Պատկերավոր ասած Պապիկյան Սուրիկի կաշին քերթելու համար, Էդուարդ Ասրյանի կաշին քերթելու համար էլ է պետք ժողովուրդը, որպեսզի դուրս գա փողոց եւ ձեզ աջակցի։ 170,000 մարդ է դիտել այդ վիդեոն, որը ես տեղադրել եմ, որտեղ ես բարձրացնում եմ այս հարցը։ Սրա համար էլ է պետք, որպեսզի ժողովուրդը դուրս գա։ Իսկ որ Երևանի կաֆեներում խուլիգանություն եք անում, ինչու ժողովրդի դուրս գալուն չեք սպասում։ Դուք պատիվ չունեցող, ձեր երթումը դержած ստահակներ եք, ովքեր բռնել են այս պահը, իրավիճակը բռնել են եւ փող են աշխատում։ Պահը բռնել եք եւ փող եք դուք աշխատում։ Պահը բռնել եք կամ ձեր գողոնը փորձում եք պահել։ Եվ այդ ամենը փաթաթում եք հայրենասիրական տուփերով։ Երկրի նախագահը երրորդ հարցազրույց է տալիս, մի հետաքրքիր բան է ասում, որը բնականաբար պիտի բոլորի աչքից ու շատերի աչքից ականջից վրիպեր։ Ասում է, իսկ հնարավոր է Կարեն Կարապետյանին չի ենթարկվել ազգային անվտանգության ծառայությունը, հատուկ ծառայությունները մոտավորապես են մեջբերում, դրա համար չի կարողացել պահել իշխանությունը, ասում է ՀԱԾ-ն այդ հատուկ ծառայությունները ուժայինները քանի գլուխ ունեին, որպեսզի չենթարկվեին։ Այսինքն քեզ էլ են ենթարկվել, պարոն երրորդ նախագահ։ Քեզ էլ են ենթարկվել։ Այսինքն երբ Փաշինյան Նիկոլը շնորհակալություն էր հայտնում Գեորգի Կուտոյանին փողոցային շարժման ժամանակ հնարավորինս անելու համար, այդ շնորհակալությունը ուղղված էր, դե պարզ է, արդեն դու ինքդ ընդունում ես։ Այդ շնորհակալությունը ուղղված է եղել քեզ։ Այսինքն երբ նա ասում է շնորհակալություն եմ հայտնում Գեորգի Կուտոյանին փողոցային շարժման ժամանակ հնարավորինս անելու համար, այդ շնորհակալությունը պետք է կարդալ այսպես. շնորհակալություն եմ հայտնում Սերժ Սարգսյանին վերջին փողոցային շարժման ժամանակ հնարավորինս անելու համար։ Դու ինքդ ընդունում ես, որ ԱԱԾ-ն հատուկ ծառայությունները ուժայինները չէին կարող Կարեն Կարապետյանին չենթարկվել։ Հետևաբար քեզ էլ չէին կարող չենթարկվել։
Տարիներ շարունակ բարձրացրել եմ այն հարցը, թե ինչու ես դու, պարոն երրորդ նախագահ, պարոն երրորդ Չարիկ, խախտելով օրենքի դրույթները ԱԱԾ տնօրեն նշանակել Գեորգի Կոտոյանին։ Որևէ մի падգամավոր այս հարցը չբարձրացրեց, ժողովուրդը պիտի դուրս գա։ Ասում եմ մենք բան ունենք, ջենտլմենական պայմանավորվածություն ունենք, դրա համար ինչ որ հարցեր կա, այդ հարցերի մասին չենք խոսում։ Երկրորդ նախագահը հարցազրույց է տալիս 18 թվականի բեմականացումը մի քանի անգամ անվանում է բան, հեղափոխություն։ Երկրորդ նախագահը, պարոն երկրորդ նախագահ, դու ամոթ չես անում։ Ասում է, եթե իշխանափոխություն տեղի ունենա, նոր ինչ որ հարցեր կպարզվի, ինչ պիտի պարզվի, որ ինչ պիտի պարզվի, ով պիտի պարզվի, Արմեն Գևորգյանը պիտի պարզի, թե Արսավիկ Մինասյանը պիտի պարզի։ Մենք այս հանգրվանին հասել ենք քայլ առ քայլ, պարոն երկրորդ նախագահ, եւ Հայաստանի Հանրապետության այսօր պետք է միայն արդարություն, առաջին հերթին արդարություն, երկրորդ հերթին արդարություն, երրորդ հերթին արդարություն եւ 10-րդ հերթին արդարություն։ Հայաստանի Հանրապետության հայ ժողովրդին այսօր խոսեք ցանկացածը, դա է ուզում, դա է տենչում։ Հայ ժողովրդին պետք է մեկով կանգնի բարձր ամբիոնից եւ հայտարարի իլուր աշխարհի, թե ինչ դավադրություն է տեղի ունեցել հայ ժողովրդի հետ։ Թե ինչպես են հայ ջոչերը հանցագործություն իրականացրել հայ ժողովրդի նկատմամբ։ Դուք եք այդ լիզերը, պարոն երկրորդ նախագահ, դուք խոսելու եք 18 թվականի կեղծ հեղափոխությունից։ Դուք խոսելու եք դրա մասին, թե ինչպես է ազգային անվտանգության ծառայության միջոցով կազմակերպվել ՊՊՑ գնդի գրավումը, որի հետևանքով մարդիկ մնացել են անտեր, հայ սպաներ են զոհվել։ Դուք դրա մասին եք խոսելու։ Ով է խոսելու, Արմեն Գևորգյանն է խոսելու, Արթուր Խաչատրյանն է խոսելու, պարոն երկրորդ նախագահ։ Մենք քայլ առ քայլ, հանցագործություն առ հանցագործություն ենք մոտեցել այս ողբերգությանը, ոչ մի անգամից։ 2015 թվականին, երբ Գյումրիում աղետ ողբերգություն էր տեղի ունեցել, մի ոստիկանի գլուխ տվեցին, ցխեցին ցուցարարները, այդ ցուցարարը 2 օր ձերբակալված չմնաց։ Գիտեք ինչի, պարոն երկրորդ նախագահ, որովհետև երկրի իշխանությունները ոչ թե օրենքը պաշտպանողների կողմից էին, այլ ցուցարարների կողմից էին, որովհետև այդ ավանտյուրայի մեջ իրենք կողմ էին։ Վլադիմիր Գասպարյան, քո ենթակայի գլուխը ցխեցին, դարձրեցին ինվալիդ եւ ինքը նույնիսկ չկարողացավ շարունակել ծառայությունը։ Դու դրանից հետո շարունակել ես քո ծառայությունը։ Քեզ պատիվ են տվել, դու պատիվ չունես, Վլադիմիր Գասպարյան, դու պատիվ չունես։ Եթե դու պատիվ ունենայիր, դրանից հետո դուրս կգայիր համակարգից անպայման հայտարարությամբ։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյան, երրորդ Չարիկ, մեկը չկա քեզ հարցնի, այդ ընթացքում քանի $100,000 է մտել Հայաստան փոխանցում, քանի $100,000 փոխանցել են Հայաստան, ովքեր են այդ գումարները ստացել եւ ինչի համար։ Ավետիսյանների ընտանիքի ողբերգությունը, այդ որ ասացիք զինվորը գնացել 4-5 կիլոմետր անցել, ջուր է ուզել խմել, մտել է բոլորին սպանել է, վերջում հանել է իր անուն ազգանունը դրել է բոլոր տեղերը, թողե գնացել է այդտեղից։ Այդ ողբերգությունը կապիտալիզացնող քանի ստահակ է այդ գումարները ստացել եւ ինչի դիմաց է ստացել։ Ազգային անվտանգության ծառայությունը սրա մասին տեղյակ չէ։ 2016 թվականի ՊՊՑ գնդի գրավումից մի քանի շաբաթ, միգուցե ամիս առաջ Նարուշկա կոչվածը ամբողջությամբ հանվում է Ժիրայր Սեֆիլյանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչների վրայից, մարդիկ պատմում են, ասում են մտանք
մտել են իրենք ԱԱԾ ղեկավարության մոտ, ասում են, այս չգիտենք տեղեր, այս որտեղ են այս մարդիկ, ինչ են անում, ասում են վերևից է հրահանգը։ Սերժ Սարգսյան, դու չես տվել այդ հրահանգը։ Դու չես տվել այդ հրահանգը, որ պետք է նարուշկե հանվեր այդ բանդայի ներկայացուցիչների կողմից։ Բանդայի ներկայացուցիչների վրայից, որոնց մի մասը այդտեղ մտել էին ուղղակի մոլորված։ Հայաստանի Հանրապետությունում մարդ կա, ով դատապարտված է մի արարքի համար, որը ինքը չի արել։ Բիլյան Արմեն։ Ինքը չի արել, ինքը չի սպանել, բայց ինքը դատապարտվել է 25 տարի ազատազրկման։ Ընդդիմադիր վիժվածքներ, այս հարցը արդարադատության նախարարին չեք տալիս, վարչապետին չեք տալիս, էլի բանն է մեղավոր, ժողովուրդն է մեղավոր։ Նույնիսկ Պավլիկ Մանուկյանը, ով չէր հասկացել ինչի մեջ է մտնում, դրա համար իր երեխայիները, իր տղային էր տարել։ Նույնիսկ Պավլիկ Մանուկյանը դատարանում ելավ ասես Բիլյանը չի սպանողը։ Այսինքն մարդը դատապարտվել է 25 տարվա ազատազրկման, բայց այդ արարքը իրականացրել է մեկ այլ անձնավորություն։ Հիմա այս հարցը, որ դուք լռության եք տալիս, սրա համար էլ է պետք բան ժողովուրդ, թե սա օրակարգային չի։ Այս սրիկայությունը ինչքան ժամանակ դեռ դուք շարունակելու եք, էլի, ինչքան ժամանակ դեռ դուք պիտի շարունակեք պասերով իրար հետ։ Հանրապետականների իշխանության ժամանակ, թեպետ հիմա էլ է հանրապետականների իշխանությունը, ինչքան հանցագործ տահակներ կա, ծնում, ծաղկում, բարգավաճում են։ Պարոն երկրորդ նախագահ, 18 թվականի դեպքերը հեղափոխություն կոչող, կարող եք անվանող, կարող եք մի դեպք ասել համաշխարհային պատմության մեջ, երբ ռեժիմի գործակալը հեղափոխություն է իրականացրել այն ռեժիմի նկատմամբ, որը իրեն հավաքագրել է, կամ որին ինքը ծառայել է։ Ոսեք Արարատ Միրզոյանը հավաքագրված եղել ձեր կառավարման տարիներին։ Պարոն երկրորդ նախագահ, 18 թվականի իրադարձությունները հեղափոխություն անվանող Նիկոլ Փաշինյանը 2008 թվականի մարտի դրությամբ ընդդիմադիր գործիչ չէ, թե ազգային անվտանգության ծառայության ենթակայության տակ գործած անձնավորություն, հետաքրքիր է։ Շատ հետաքրքիր է։ Դեպքերը ցույց են տալիս post factum։ Այսպես ռետրոսպեկտիվ հայացքով կարելի է վստահաբար ասել, որ նա եղել է ԱԱԾ-ի վերահսկողության տակ։ Եթե ոչ ուղիղ գործակալ, ապա վերահսկողության տակ։ Այս հարցը պիտի ինչ որ պարզաբանում ստանա։ Ժողովուրդը դրան է սպասում։ Ժողովուրդը սպասում է դրան։ Դուք կարող եք այդ հարցերը պարզաբանել, պարոն երկրորդ նախագահ։ Ձեր պատգամավորները երթում են տվել, իսկ պատգամավորական երթում նշանակում է նաև օգտագործել այդ ամբիոնը ազգի առջև ծառացած կարևորագույն խնդիրները բարձրաձայնելու համար։ Պատգամավորը սրա համար է աշխատավարձ ստանում։ Օրինակ Արմեն Գևորգյանը այս հարցերի մասին ինչու չի խոսում, իսկ Լևոն Քոչարյանը։ Տարոն Մարկարյան, դու կարող ես այս հարցերի մասին խոսել։ Լավ, դուք ինչքան պիտի այս խեղճ ժողովրդին դնեք ոչխարի տեղ, ինչքան պիտի նվաստացնեք։ Ինչքան պիտի նվաստացնեք։ Իմիջայլոց շնորհավորում եմ հանրապետական կուսակցությանը, իրենց կարկառուն ներկայացուցիչներից մեկի զավակին, Աշոտ Արսենյանի զավակին, մարզպետ Նիկոլ Փաշինյանի կողմից մարզպետ նշանակելու համար։ Շնորհավորում եմ ՀԿ վերնախավին, շնորհավորում եմ Արմեն Աշոտյանին, շնորհավորում եմ Սերժիկ Սարգսյանին։ Ասում է իշխանությունը Կարեն Կարապետյանին եմ տվել։ Կարեն Կարապետյան, դու այս հայտարարությունների համար չես ուզում, չես ուզում այս հայտարարությունները ինչ որ պարզաբանես։ Այդ ինչպես ասվեց, որ իշխանությունը քեզ տվեց։ Իշխանություն տվողը պարլամենտն էր։ Պարլամենտը Նիկոլին ընտրել է վարչապետ, բայց իշխանությունը քեզ է տվել։ Դու չես ուզում արձագանքել, պարոն Կարեն Կարապետյան։ Երբ Երևանի քաղաքապետի պաշտոնից հրաժարական էր տալիս, Կարեն Կարապետյանը ասաց Սերժ Սարգսյանը ֆանտաստիկ ազդեցություն է ունեցել իմ կարիերայի վրա։ Այդ հարցազրույցը տվել է Արտակ Ալեքսանյանին, Արտակին հարցրեք, ես վստահ եմ, որ արխիվային իր նյութերում կլինի, կտա կնայեք։
Ֆանտաստիկ ազդեցություն է ունեցել, ասում է Կարեն Կարապետյանը իմ կենսագրության վրա։ Հիմա որ ֆանտաստիկ ազդեցություն է թողել, կրակնենք մենք ընկել այդ ամեն ինչի ձեռ։ Դու էլ քարորյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովից դուրս էիր գալիս, բան այնտեղ մտել էր Քրիստինե Պողոսյանի, Անդրանիկ Քոչարյանի, Սիպան Փաշինյանի հարցերին պատասխանելու համար, լրագրողներին ասացիր ինչ պայմանավորվել եմ Նիկոլի հետ, նա այդ պայմանավորվածությունը պահում է։ Իսկ ինչ եք պայմանավորվել։ Հո այս հարցը քաղաքական հարց է, հո Գազպրոմի վեճերինքեն չէ այս հայկական քաղաքականությունը։ Ինչ եք պայմանավորվել, իրավունք ունեք իմանալու։ Այդ ձեր պայմանավորվածության հետևանքներով է, որ երկիրը վարի է գնացել։ Վարի է գնացել երկիր ու վարի է գնում, հազարավոր տեղեկ են մնացել անձեր, անվոտ։ Ձեր զավակներին ոչ մի բան չի եղել։ Ձեր պայմանավորվածությունների հետևանքով է։ Մարդը ասում է, հիմա էլ ասում է, քեզ եմ տվել իշխանությունը, ձեն չես անում, ինչու՞։ Որտեվ ֆանտաստիկ ազդեցություն է ունեցել կամ ֆանտաստիկ ազդեցություն է ունեցել ձեր կենսագրության վրա։ Սերժ Սարգսյանը։ Մայիսի 1-ին ասում է, մենք մայիսի 1-ին չընտրեցինք, որովհետև իրան չէինք տեսնում վարչապետի պաշտոնում։ Պարոն երրորդ նախագահ, պարոն երրորդ Չարիկ, բա մայիսի 1-ին որ չընտրեցիք Նիկոլին, շատ լավ, բա մայիսի 2-ին, 3-ին ազգային անվտանգության ծառայության ստորաբաժանումները ինչու արդեն Փաշինյան Նիկոլի անվտանգությունն էին ապահովում, դա ինչ մեսեջ էր քաղաքական դաշտին։ Մեկը չկա այս հարցը դա։ Մեկը չկա այս հարցը դա, այնտեղ մի հատ դաշնակ պատգամավոր կա, ասում է, ով մեր գործունեությանը վերապահումով եմ վերաբերվում, մենք իրեն չգիտեմ ինչ, ես եմ վերապահումով վերաբերվում քո գործունեությանը, դաշնակ ստահակ։ Այս հարցը ինչու չես բարձրացնում։ Դուք որ բան եք անում, Աղվան Վարդանյանին հեռացնում եք կուսակցությունից, որովհետև Նիկոլ չի ընտրել։ Այդ ժամանակ արդեն ազգային անվտանգության ծառայությունը, մասնավորապես պետական պահպանության ծառայությունը իրականացնում էր Նիկոլի անվտանգությունը։ Այս հարցը ինչու չեք տալիս։ Ջենտլմենական պայմանավորվածություն կա։ Լսեք, այս աղբը մի օր աղբը։ Եթե պետության մեջը պետությունը վերածվել է աղբակույտի, ինչ անվտանգության մասին է խոսքը, պարոն երկրորդ նախագահ, որ անվտանգության մասին է խոսքը։ Ում է պետք այդ անվտանգությունը։ Ում է պետք այդ անվտանգությունը, եթե ներսում այս վիճակն է։ Ու այս աղբը պիտի մաքրվի, այս աղբը կամ կմաքրի հայը, կամ եթե, այսինքն Աստված չի հանդուրժելու այս ամենը երկար։ Բնությունը չի հանդուրժելու այս ամենը երկար։ Աստված ասացի, հիմա եկեղեցին է բաժան լինում։ Ու նայում ես ովքեր են պաշտպանում կաթողիկոսին, սարսափում ես ուղղակի։ Ինչքան այդ խոսքը մեդիա պաշտպանության մասին է, խոսքը այդ ավանգարդում կանգնած հրապարակային պաշտպանողների մասին է։ Ոչ բոլորը իհարկե, ոչ բոլորի մասին է խոսքը, բայց տեսնում եք ովքեր են պաշտպանում, ինչքան հանցագործ, ընտրություն կեղծած, ինչքան գանձագող կա, ինչքան դրանց մակլավիկներ կա, կաթողիկոսին են պաշտպանում։ Վեհապարտ Տեր, ինչու։ Ինչու են դրանք այդպես ձեզ պաշտպանում, եկեղեցին շատ են սիրում, ինչպես կարող է հակաքրիստոնեական վարք ունեցող մեկը եկեղեցին շատ սիրի, այդպես լինում է, վեհապարտ Տեր։ Ամեն օրը քրիստոնեությունը մերժողը, Քրիստոսի խոսքը արհամարողը, ինչպես կարող է պաշտպանել եկեղեցին, կարող եք բացատրել։ Բան կար, խմբեր կային, ամենավերջին հայոյանքներն էին գրում Միքայել arczepiskopos-ին, ասում է քաղաքական հայտարարություն է արել, մենք էլ հայում ենք, անիծում ենք։ Հիմա այդ խմբերը պաշտպանում են վեհապարին։
Սա նորմալ չի։ Վայ այն վեհապարին, ով պիտի արժանանա այդ ստահակների պաշտպանությանը։ Վեհապարը, եթե իրերը կոչեր իրենց անուններով, այդ ստահակները երբեք վեհապարին չէին պաշտպանի։ Ինչու են պաշտպանում ձեզ վեհապարտեր, ստահակները, հանցագործները, կեղծ հեղափոխություն իրականացրածները, միլիոնավոր մարդկանց խաբածները, ինչու են պաշտպանում ձեզ։ Վեհապարտեր, Կոթայքի թեմի առաջնորդը մի այնպիսի զավակ ունի, Կոթայքի թեմի կուրսակրոն առաջնորդը մի այնպիսի զավակ է մեծացրել, ոչ միայն խախտելու ուղղ է, այլև մի այնպիսի զավակ է մեծացրել, ով քաղմասներում մարդկանց է խոշտանգել, ով իր կաբինետում հարձակվել է, վրա է տվել զոհված զինվորների ծնողներին ու հարազատներին։ Սա խնդիր չէ։ Ձեզ համար, եկեղեցու համար, սա խնդիր չէ։ Խնդիր է, բա ինչ է։ Իմիջիալից այս հարցին ոչ դուք եք անդրադառնում, ոչ նիկոլականներն են անդրադառնում, գիտեք ինչի, որտեղ դուք նույն օղակի մեջ եք։ Այո, ճշմարտությունը Աստված է։ Ինձ համար այն մարդով դրժում է ճշմարտությունը, այսպիսի ճշմարտություններ ինքը մերժում է Քրիստոսին։ Կոտայքի թեմի առաջնորդի մասին ոչ դուք եք խոսում, ոչ Նիկոլ Փաշինյանն է։ Այն կճոյանն էլ ընդեղ ձեն չի անում, առհասարակ։ Հա, ընտանիքի անդամներն էլ են բան լինում, մեկ-մեկ վիճում իր այդ ամուսիններ կարող են վիճել, երկու եղբայրներ կարող են վիճել։ Դաշնակ-մաշնակներն էլ են Նիկոլի հետ վիճում, երբեմն շատ անկեղծ կարող են իրար հետ վիճել։ Բայց դա չի նշանակում, որ իրենք նույն օղակի մեջ չեն։ Բայց դա չի նշանակում, որ իրենք չեն դաշինք կազմել ընդդեմ հայ ժողովրդի։ Դա չի նշանակում, որ իրենք դաշինք չեն կազմել ընդդեմ քրիստոնեության։ Ու անիծվեն այդ բոլորը, ովքեր այս աղետը բերեցին այս ժողովրդի վրա բերեցին այդ աղետը։ Մի երիտասարդ էլ կա, ասում է, բան անենք։ Նիկոլը պիտի դառնա անդիմադիր։ Նիկոլին հեռացնենք, դարձնենք անդիմադիր, տղա ջան։ Իրեն մարդ պիտի մի քիչ իրեն դուք ընդհանրապես, դուք բոլորը, դուք ինչի տղա եք, էլի, դուք բոլորը, այս ամեն ինչը արածները, դուք ինչի տղա եք, ինչի մարդ եք։ Ասենք, այդ ինչ մեր է եղել, որ ձեզ ունեցել է, էլի, այդ ինչ ծնունդ եք եղել դուք, բոլորդ, ձեզ չեն ծնել, դա ծնունդ չի, ձեզ չեն ծնել, այս աղետը բերած ժողովրդի վրա, բերած ստահակներ ձեզ չեն ծնել, ձեզ դուրս են թքել։ Օրհնվի այն օրը, երբ այս հողը կազատվի ձեզանից։ Օրհնվի այն օրը, երբ այս հողը ձեզանից կազատվի։ Մարդ վատ է զգում, որ բան է, էլի, ինքն էլ է հայ, դուք էլ եք հայ, ինքն էլ է նույն լեզվով խոսում, ինչ լեզվով որ դուք եք խոսում։ Դուք բացարձակապես կապ չունեք քրիստոնեության հետ։ Բացարձակապես առնչություն չունեք։ Ձեր միակ նպատակը փողն է։ Հարգելի բարեկամներ, ձեր միակ նպատակը փողն է, դոլար, եվրո, այդ է ձեր նպատակը։ Ուրիշ արժեք դուք չունեք։ Այդքան տարել եք, դուք դեռ չեք կշտացել։ Այդքան գանձագողությամբ եք զբաղվել, դուք դեռ չեք կշտացել։ 100,000-ավոր դոլարներ է ծախսում մեկը, նախագահներից մեկը, երրորդը, որ մեդիա դաշտը պահի իր ազդեցության տակ, 100,000-ավոր դոլարներ, մեկը չկա հարցնի, պարոն երրորդ նախագահ, այսքան փող քեզ որտեղից։ Որտեղից։ Բաներ են անում, դատարանների դեմ են ինտերվյուներ տալիս, օրվա մեջ 4-5 անգամ կանչում են դատարան, ուզում են ցույց տալ որպես անարդարության զոհ, այն մյուս վարչապետին են կանչում, Հովիկ Աբրահամյանին 30-40 հազար դոլարանոց բաճկոնով գալիս, ասում է մենք անմեղ ենք։
Նիկոլական ստահակներ, դուք ամոթ չեք անում այս ամեն ինչին մասնակցում եք։ Սաղ երկիրը մեջ են արել, կես են արել, ինչ-որ դատական բաների մեջ են մասնակցում, էլի։ Ասում է դատարանները Նիկոլինը չի, մի ստահակ է գրում ինձ։ Դրա համար այսպես է, դատարանները Նիկոլինը չի, բա ի՞նչն է Նիկոլինը, ոստիկանությունն էլ Նիկոլինը չի։ Թող դուրս գա, ասի ժողովուրդ ջան, էս է փաստերը։ Էս են փաստերը։ Ուզում եմ դատեմ, դատարանները կալանքի սանկցիա չեն տալիս։ Երբ է արել, երբ է ասել, որովհետև իրենց կամակատարն է։ Իրենց կամակատարն է, որովհետև իր թիմակիցները իր գլխավորությամբ արդեն մի այնպիսի կոռուպցիայի մեջ են մտել, որ էլ ոչ մի բան չի լինի։ Ոչ մի բան չի լինի, էլ ինչ։ Սրանք տվել նրանց անձր են արդեն։ Ու արդարանում են իբր թե դատարանները դե մերը չեն, բաղածն էլ ձերը չի, ոստիկանությունն էլ ձերը չի, հատուկ քննչական հակակոռուպցիոնը ձերը չեն, ոչ մի բան ձերը չի, բա ի՞նչն է ձերը, այս ստահակներ, արժանապատվություն չունեցողներ, ի՞նչն է ձերը։ Պահը բռնել եք եւ փող եք աշխատում դուք, ուղղակի։ Պահը բռնել եք, կեղտոտ գործ կար անելու, ընտրեցին ամենանենգ գործակալին եւ այդ բոզը երակատարում է։ Ասում է Բայրամովը ինտերվյու է տվել, ասել է ես չեմ գնա, Փաշինյանին է մեջ բերել, ասել է ես չեմ կարող գնալ լուծման, ինձ կսպանեն Հայաստանում։ Սկզբից դրական կոնստրուկտիվ է տրամադրված եղել, ասում է։ Իմիջիայլոց այդ կոնստրուկտիվ տրամադրվածության ժամանակի վերաբերյալ էլ Ալիևը 20 թվականին բացահայտում արեց, ասաց Նիկոլը ասել է 2 տարի ինձ ժամանակ տուր, ես Հայաստանի Հանրապետության ներսում ինչ-որ գործողություններ անեմ, հետո բան կանեմ, հողերը կգնամ լուծման, այսպես ասենք։ Հետո ասում է փոխեց իր դիրքորոշումը, ասում է նրա հետ էլ բանակցելու չունեմ, Ալիևն է ասել 20 թվականին։ Ու լռություն պարլամենտում այդ ժամանակ, հիշում եք, 20 թվականի սեպտեմբեր, այդ ժամանակ ուրիշ սազովի պարլամենտ էր։ Հիմա էլ Բայրամովն է նոր բացահայտում անում, ասում է, ասաց ինձ կսպանեն, հետո կոնստրուկտիվ հատվածից հետո։ Այսինքն որպեսզի Փաշինյան Նիկոլին չսպանեն, ինչ է ստասում, որպեսզի Փաշինյան Նիկոլին չսպանեն, Փաշինյան Նիկոլը բարի բուն իմաստով սպանել տվեց մի ողջ սերունդ, որպեսզի հանկարծ իրեն չսպանեն։ Եվ լռություն։ Ասում էր Փաշինյանը, ես կարող էի այս հարցը լուծել, կլիներ առանց պատերազմի, կլիներ այն արդյունքը, այս արդյունքը առանց զոհերի, մոտավորապես եմ մեջ բերում։ Սա ինքնախոստովանական ցուցմունք է մասշտաբային հանցագործության համար, նույնիսկ զինվորների ծնողները գնացին դատախազի մոտ, այդ անասունն է, այդ Դավթյան Արթուրը, որ հիմա դուրս է գալիս, ասում է, թող բերեին ինձ հիմքեր տային, ես կձերբակալեի։ Ընդդիմադիր է խաղում Դավթյան Արթուրը, ու լրագրողներ կան, իրենից հարցազրույց են վերցնում։ Ու ինչ ասաց Դավթյան Արթուրը այդ ժամանակ ծնողներին, ասում է, բա որ ինքը հանկարծ գնար լուծման, այդ ժամանակ էլ գալու եք, ասեք դավաճան է։ Հրապարակային կամերաների դեմ։ Ու այդ տականքը, այդ պատդոնը հիմա կանգնել ընդդիմադիր է խաղում։ Ընդդիմադիր է խաղում։ Դավթյան Արթուր, ինչքան է եղել քո աշխատավարձը։ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին, Նիկոլ Փաշինյան գիծ Սերժ Սարգսյան կառավարման տարի, դու աշխատավորցով ապրող ես եղել, թե քեզ կողքից փող են տվել ծրարով։ Լսեք, դուք կարող եք նվաստացնել մեկ շաբաթ մարդկանց, նվաստացնել, ստորացնել մեկ շաբաթ 10 օր, 2 տարի, 5 տարի, բայց դուք չեք կարող դա անել հավեր։ Մի օր մի բան տեղի կունենա ձեզ հետ, լսում եք, մի օր մի բան տեղի կունենա, որովհետև դուք իրականացրել եք հանցագործություններ, որը չունի վաղեմության ժամկետ, հասկանում եք։ Դուք այնպես չէ, որ մարդկանցից գողացել եք իրենց մեքենան։ Իրենց մեքենաները իրանք էլ պիտի ասեն, դե լավ, 2 օր
մի ամիս հետո արդեն կմոռանան, մի տարի հետո լրիվ արդեն կսպիանա մեքենայի կորստի վերջը։ Դուք մարդկանցից գողացել եք իրենց տները, գերեզմաններ այցելելու իրենց հնարավորությունը։ Դուք մարդկանցից գողացել եք իրենց կյանքը, ժամանակը, իրենց առողջությունը, իրենց հարազատներին եք տարել, հասկանում եք, սա չունի վաղեմության ժամկետ։ Անցնի 5 տարի, անցնի 10 տարի, պատասխան եք դուք տալու անպայման դրա համար։ Եվ նիկոլականներ դուք, եւ Նիկոլին իշխանության բերած ստահակներ դուք։ Եվ այն մարդիկ, ովքեր մինչև հիմա Նիկոլի հանցագործությունները, մինչև հիմա լեգիտիմացնում են պարլամենտում։ Դուք պատասխան պիտի տաք ամեն մարդ կոնկրետ իր արարքի համար։ Անպայման կանգնելու եք դատարանի, անպայման կանգնելու եք դատաստանի առաջ։ Ոչ մի սուլթան հայ ազգին այսպես չէր նվաստացրել, նսեմացրել, ինչպես դուք ստահակներ։ Հային պետք է փրկել հայից։ Ես ձեր տիրոջ մերը։